Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 1-ն է, ամառվա առաջին օրը, երեխաների միջազգային պաշտպանության օրն է եւ մաղթենք մեր երեխաներին կապույտ երկինք, առողջություն, շատ կարեւոր է որ աշխարհում լինի խաղաղություն, որպեսզի մեր երեխաները, թոռները կարողանան ապրել խաղաղության մեջ, անվտանգ միջավայրում եւ լինեն երջանիկ։ Սկսենք մեր հաղորդումը մի շարք կարևոր հարցերից, որոնք որ վերաբերվում են Հայաստանին, հետո անցնենք արդեն միջազգային կարևոր հարցերի քննարկմանը։ Կարծում եմ հետաքրքիր հաղորդում պետք է լինի, քանի որ ես այս հաղորդման ընթացքում ներկայացնելու եմ մի շարք փաստերով, թե ինչ աստիճանի է լարվում ամբողջ աշխարհը, շատ լուրջ լարվածություն կա հիմա Ասիայում, շատ լուրջ լարվածություն կա Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, փաստերով փորձենք ներկայացնել այն եւ ասեմ, որ այս ամենը ինչի մա տեղի ունենում, օրեցօր աճող այդ լարվածությունը ավելի շատ մտահոգություններ է մեզ պատճառում վաղվա օրվա համար։ Ես սկսենք նրանից, որ որոշ սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր սկսել են տարածել այնպիսի տեղեկություններ, թե իբր հայկական սպիրտի կոնյակի հետ առաջացած խնդիրները Վրաստանում կապված են նրա հետ, որ վրացական հասարակական կազմակերպությունները այդպիսի ակնարկ կար, որ իբր գրանցվում են Հայաստանում կամ Հայաստանում են սկսում աշխատել Հայաստանից Վրաստանի ուղղությամբ։ Պետք է նշեմ, որ այդ ամենը ես որքան տեղյակ եմ, չի համապատասխանում իրականության, եւ ահա այդպիսի հայտարարությունները ուղղակի շատ լուրջ փորձ է սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների մեջ։ Ես միշտ էլ փորձելու եմ արձագանքել եւ բացահայտել այդպիսի դեպքերը, որոնք որ փորձում են սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների մեջ, հասկանալի է թե այդ պատվերները որտեղից են գալիս եւ ինչու, բայց ասեմ, որ միանշանակ ես որքան տեղեկացված եմ, իսկ ես հավատացեք, որ համեմատաբար ավելի շատ եմ տեղեկացված, նման բան այս պահի դրությամբ, նման երևույթ այս պահի դրությամբ գոյություն չունի եւ դեռևս անհասկանալի է, թե ինչի առաջացել այդ կոնյակի սպիրտի շուրջ խնդիրը։ Մենք կարող ենք ուղղակի ենթադրություններ անել, մի քանի վարկածներ կա, բայց այն, որ հայկական կողմի պատճառով է դա տեղի ունենում, այսինքն ինչ որ վերաբերմունքի պատճառով, սխալ վերաբերմունքի պատճառով Վրաստանի նկատմամբ, դա միանշանակ չի համապատասխանում իրականության։ Ես տեսնում եմ եւ համոզված եմ նրանում, որ բավականին լավ հարաբերություններ կան Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, ինչը շատ ուրախալի է։ Ռազմավարական հարաբերությունների մակարդակի հասցանելը հայ-վրացական հարաբերությունները, եթե անկեղծ լինենք, դա Նիկոլ Փաշինյանի եւ նախկին վարչապետ Վրաստանի Ղարիբաշվիլու միջև եղած հարաբերությունների արդյունք է եւ ես մեկ բան եմ նաեւ ուզում հիշեցնել, որ ճիշտ է պետք է խոսենք, ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի Ջավախքում եւս զրոյացել է ցանկացած տեսակի լարվածություն, եթե նախկինում ինչ որ չափով նաեւ նման բան զգացվում էր, ճիշտ է դա եւս բավականին նվազել էր արդեն 18 թվականին, բայց Նիկոլ Փաշինյանի այցով Վրաստան եւ հետո նաեւ Ջավախ եւ Ջավախում արված հայտարարություններով վրացական կողմը համոզվեց, որ հայկական կողմը ոչ մի ձևով չի ցանկանում եւ չի միջամտելու Վրաստանի ներքին գործերին եւ նրա կոչերը, որ Վրաստանի հայազգի քաղաքացիները, Վրաստանի լիարժեք քաղաքացիներ են եւ Հայաստանը որևիցե ձևով չի միջամտում Վրաստանի ներքին գործերին եւ Վրաստանն էլ Հայաստանի, Ջավախքը հակառակը պետք է լինի եղբայրության եւ ժողովուրդների միջև բարեկամության կարևոր կամուրջ, այդ ուղերձը բավականին լավ էր ընկալվել Վրաստանում եւ շատ լավ էին հասկացել բոլորը, թե Հայաստանում եւ թե Վրաստանում բոլոր ուժերը առանց բացառության, ոչ միայն իշխանությունները, որ Ջավախքը հայ-վրացական հարաբերությունների կապող կարևոր օղակ է եւ այդտեղ ստեպ խրել թույլ չեն տա նաեւ Հայաստանի իշխանությունները այդ հարցի շուրջ, ինչը նախկինում ցավոք սրտի արվել է եւ արվում էր տարբեր ուժերի կողմից, տարբեր երկրների հրահանգով, ես մոտավոր պատկերացում ունեմ եւ հիմա ավելի լավ է ամեն ինչ ի հայտ գալիս, կարծես թե ամեն ինչ ավելի լավ է երևում եւ հետեւաբար ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները որևիցե
գործողություն չեն ծավալել եւ չեն ծավալելու Վրաստանի իշխանությունների դեմ։ Դուք հիշում եք, թե որքան շուտ էր նաեւ շնորհավորանքները հայկական կողմից Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, եւ ես էլ անձնական իմ զրույցներում, երբ որ Հայաստանում եմ լինում, շփվում եմ տարբեր պաշտոնյաների հետ եւ падգամավորների հետ, միշտ էլ լսել եմ այն մասին, թե որքան կարեւոր են հայ-վրացական հարաբերությունները եւ ինչպես մենք պետք է պահենք եւ փայփայենք այդ հարաբերությունները, ինչ պետք է անենք, որպեսզի նպաստենք այդ հարաբերություններին, նույնիսկ ասեմ ավելին, որ միշտ էլ տարբեր ընկերական հանդիպումների ընթացքում ընկերական խորհուրդները միշտ լինում են այն առումով, որ չասենք այնպիսի բաներ, որոնք որ կարող են վնաս հասցնել հայ-վրացական հարաբերություններին։ Այսինքն այդ առումով միանշանակ Հայաստանի իշխանությունները չափազանց զգուշավոր են, ես կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները եւս ամենայն դեպս հույս ունեն, որ այդպես է։ Եվ հետեւաբար ինչի եմ ես այս հարցին այսքան ծավալուն անդրադառնում եւ չեմ ուզում երկարաձգել, այն բոլոր ապատեղեկատվությունները, թե իբր դա տեղի ունենում Հայաստանի իշխանությունների քաղաքականության պատճառով Վրաստանի իշխանությունների նկատմամբ, դրանք սուտ են եւ չեն համապատասխանում իրականության եւ արվում են նրա համար, որպեսզի սեպ խրեն հայ-վրացական հարաբերությունների մեջ, խնդիր առաջացնեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ։ Հայտնի սկզբունք է՝ բաժանիր եւ տիրիր։ Դարերով մեր թշնամիները, հակառակորդները բաժանել են եւ տիրել են եւ փաստացի մեր ներքին հակառակորդների թշնամիների միջոցով է դա տեղի ունեցել, այսինքն արտաքին թշնամիները միշտ էլ մեր ներքին թշնամիներին են օգտագործել, որոնք որ մեր մեջ կան, որպեսզի պարակտեն մեր հասարակությունները եւ մեր ժողովուրդներին։ Դրա համար չափազանց գոնե պետք լինել մենք 21-րդ դարում այլևս աճել ենք այն աստիճան, որ թույլ չտանք թշնամա քարոզել մեր ժողովուրդների միջև, ատելություն քարոզել մեր ժողովուրդների միջև, սուտ տեղեկություններ տարածել եւ հակառակը պետք է ամեն ինչ, որպեսզի արժանի զավակները լինենք մեր նախնիների, որոնք որ այդքան խորը համագործակցություն են ունեցել իրար միջև եւ միասնական ջանքերով պաշտպանել են իրենց հայրենիքը։ Եղել է նաեւ ժամանակաշրջան, երբ որ այդ հայրենիքը ընդհանուր հայրենիք է եղել։ Հայաստանը եւ Վրաստանը եղել են մեկ պետության կազմում եւ ընդհանուրեն պաշտպանել այդ պետությունը։ Սա շատ կարեւոր է։ Իմիջայլոց կարեւոր է նաեւ այն կոնտեքստում, ինչ որ տեղի է ունենում այսօր ամբողջ աշխարհում։ Մենք հիմա կխոսենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում վերջի իրադարձությունների մասին ենք խոսելու եւ այստեղից արդեն ավելի པարզ կդառնա, թե ինչ վտանգներ են ծառացել մեր երկրների առջև եւ որքան կարեւոր է մեզ համար միասնությունը։ Երեկոյան Deutsche Welle-ի հաղորդումն էի նայում եւ բավականին մեծ ռեպորտաժ ասեմ, թե փոքրիկ ֆիլմ ասեմ, հստակ ցուցադրում էին, թե ինչպես է Եվրոպան պատրաստվում պատերազմի եւ ավելի ու ավելի շատ ես հասկանում ու համոզվում ես եւ տարբեր տեսակի լուրեր ես ստանում, որ իրոք Եվրամիությունը կարծես թե պատրաստվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա, Եվրամիության երկրների վրա։ Առավել լարված է իրավիճակը Բալտիկ ծովում, տարբեր միջադեպեր են տեղի ունեցել, նաեւ ռազմական փոքրիկ միջադեպեր, ճիշտ է բախումներ չեն եղել, բայց եղել են այնպիսի միջադեպեր, երբ որ Ռուսաստանը հստակ ուժի ցուցադրում է իրականացրել եւ հիմա էլ բավականին լուրջ մեծ զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի Դաշնությունը Բալտիկ ծովում, հիմա նաեւ ՆԱՏՕ-ի երկրներն են սկսում զորավարժություն անցկացնել Բալտիկ ծովում եւ շատ մեծ տանկա բախման։ Այսպիսի լարված իրավիճակ երբեք չի եղել Բալտիկ ծովում եւ կրկնեմ, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան կոնկրետ պատրաստվում են եւ համոզված են, որ անպայման կգա այն պահը, երբ Ռուսաստանը հարձակվելու է եվրոպական երկրների վրա եւ առաջի հարվածը Լատվիա, Լիտվա, Էստոնիային վրա է, Լեհաստանի վրա է եւ դրան են նախապատրաստվում։ Ես հիմա չէի ցանկանա հավատալ այն փորձագետների պնդումներին, թե Ռուսաստանը օրինակի համար կես տարի անց կամ 3-5 տարի անց պատրաստ կլինի հարձակվել Եվրոպայի վրա, բայց մենք ոչինչ չենք կարող բացառել, մենք տեսնում ենք, որ Մեծ Բրիտանիան եւս փոխում է իր քաղաքականությունը եւ բացեբաց հայտարարում է, որ Ռուսաստանը թշնամական պետություն է, փոխում է իր ռազմավարությունը, իր դոկտրինի մեջ փոփոխություններ է մտցնում,
այնտեղ ասում են, որ արհեստական բանականությունը եւ նոր աշխարհի պատերազմի վարելու մեթոդները խորհում են նրանց, որ եթե հիմա միջոցներ չձեռնարկեն, շատ վատ է լինելու իրենց համար եւ նաեւ ատոմային զենքի մասին են սկսել բոլորը խոսել, ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Եվրոպայում են խոսում ստրատեգիական եւ տակտիկական ատոմային զենքի մասին, կարճ ասած չափից դուրս լարված են։ Եվ այս իրավիճակում բոլորը սպասում են հունիսի 2-ին, ինչ այլոց Թուրքիայի մեջ տեղի ունեցած փոփոխություններ, այսինքն Թուրքիայի քաղաքականության մեջ եկած փոփոխություններից եւս կարելի է խոսել։ Էրդողանը սկսել է փաստացի ավելի շատ մեղադրել Վլադիմիր Պուտինին, եւ դա գիտեք ինչից հետո է տեղի ունեցել, շատ հետաքրքիր է, ասեմ ինչից հետո, այն բանից հետո, երբ որ Սենատը Ամերիկայի Միացյալ Նահանգների կարող է որոշում կայացնել երկրորդական պատժամիջոցների մասով, որոնք որ հարվածելու են այն երկրներին, որոնք որ նավթ եւ գազ ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունից։ Իսկ Թուրքիան մեծ քանակով նավթ եւ գազ է ձեռք բերում Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն կախված է Ռուսաստանի էներգետիկ միջոցներից ու չի պատրաստվում հրաժարվել, հետեւաբար Թուրքիային հիմա շատ ձեռնտու է, որպեսզի հունիսի 2-ին պայմանավորվածություն ձեռք բերվի Ռուսաստանի, Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև։ Եվ ըստ Էրդողանի մեղավորը հիմա Թուրքիան է, քանի որ նա ստանում է հստակ ազդակներ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Ուկրաինան պատրաստ են գնալու զիջումների, նրանք ճկունություն են ցուցաբերում, բայց նույն ժամանակ նա չի տեսնում այդ ճկունությունը եւ պատրաստակամությունը ռուսական կողմից։ Սա շատ կարեւոր եւ հետաքրքիր փոփոխություն է, հետաքրքիր տենդենց է։ Ես ինչու համար եմ սա ասում, մենք պետք է տեսնենք, թե որն է շարժառիթը այդ փոփոխությունների, եւ դա այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են 500%-անոց մաքսատուրքեր մտցնել տվյալ երկրների նկատմամբ, ովքեր որ նավթ եւ գազ են ձեռք բերում Ռուսաստանին։ Ցավոք Հայաստանը եւ Վրաստանը եւս շատ լուրջ ռիսկային գոտում են, թե Հայաստանը եւ թե Վրաստանը գազ են ձեռք բերում Ռուսաստանի Դաշնությունից, նաեւ նավթ, դուք այդ մասին սիրելի հայրենակիցներ շատ լավ գիտեք։ Հետեւաբար նաեւ մեզ համար չափազանց կարեւոր է, որ լարվածությունը նվազի, բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, որ լարվածությունը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև ել ավելի է հավելանում եւ իրավիճակը հիշեցնում է այն ժամանակաշրջանները, կարծես երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ժամանակաշրջանում ենք մենք հիմա ապրում եւ կարող է ամեն ինչ շատ վատ հետևանքներ ունենալ աշխարհի համար, Եվրոպայի եւ Ռուսաստանի համար եւ բնականաբար նաեւ մեր համար։ Վերադառնալով մեզ, կրկին այս պայմաններում մենք չափից դուրս խելացի քաղաքականություն պետք է վարենք, քանի որ այդ բախումը, եթե տեղի ունեցավ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, դժվար է ասել Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես կվարվեն, այստեղ նույնիսկ համոզում չկա, նույնիսկ ՆԱՏՕ-ի մասով, ամեն դեպքում մեր երկրները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի կարողանան պահպանել իրենց ինքնությունը, ինքնիշխանությունը եւ առավել քիչ տուրեն այդ հնարավոր հակամարտությունից։ Ամենասարսափելի հակամարտությունը կարող է տեղի ունենալ մեր աչքերի առջև եւ իրոք մենք պետք է կարողանանք, չգիտեմ ինչպես, շատ բարդ է դա ասելը, ինչպես կարծում եմ ոչ ոք չի կարող ասել, բայց պետք է կարողանանք խուսափել այդ բախման զոհ դառնալուց։ Միանշանակ մեզ վնասելու է, միանշանակ դա մեզ հարվածելու է, չի կարող ուղղակի մեր կողքով անցնել, բայց մենք կարող ենք եւ պետք է պատրաստ լինենք մեր հասարակությունները թե Վրաստանում եւ թե Հայաստանում, որպեսզի այդ դրա ազդեցությունը մինիմալ լինի երկրների եւ ժողովուրդների վրա։ Դրա համար չափազանց կարեւոր է մեր միասնությունը։ Ես միշտ էլ ասել եմ եւ հիմա էլ հատկապես դրա մասին խոսում եմ, այն բոլոր ուժերը, որոնք որ միայն Ռուսաստան են բղավում կամ միայն Եվրոպա են բղավում, միայն դրանք կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար։ Բնականաբար մեր ընտրությունը քաղաքակիրթ Եվրոպան է, բայց առաջին հերթին մենք պետք է առաջնորդվենք մեր ազգային շահերով։ Օրինակի համար այս նշանաբանը ասել եմ եւ կրկին ասեմ, Եվրոպայի հետ, բայց Հայաստանի համար, Եվրոպայի հետ, բայց Վրաստանի համար։ Եթե արդեն մի բան վնաս է տալիս մեր երկրներին, մենք պետք է կարողանանք խուսափել ամեն ինչ անել, որպեսզի
մենք մեր վրա ավելի քիչ հարված ընդունենք։ Սա չափազանց կարևոր է։ Եվ սա միակ հարցը չէ, ոչ միայն Եվրոպան է խառը, կարելի ասել ամբողջ Եվրասիան է խառը։ Դրա համար մեր այսօրվա YouTube-յան լոգոյում պատկերված է Եվրասիան, ընդհանուր Եվրոպան եւ Ասիան, եւ երեք Սինգապուրում շատ կարևոր երկխոսություն է տեղի ունեցել, Շանգրիլա երկխոսությունը, եւ այդ երկխոսության ժամանակ շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսթետը եւ փաստացի Չինաստանին զգուշացրել է, որպեսզի Չինաստանը չհարձակվի Թայվանի վրա եւ երկրներին Ասիայում կոչի արել ավելացնել իրենց պաշտպանությունը, պաշտպանության բյուջեն հասցնելով մինչև 5%։ Նրան արձագանքել է նաև Կայա Կալասը, քանի որ նա կոչ էր անել նաև Եվրամիությանը օգնել ասիական երկրներին, որպեսզի Չինաստանը չկլանի նրանց ամբողջությամբ, ըստ պաշտպանության նախարարի Ամերիկայի Միացյալ Նահանգների նման բան կարող է տեղի ունենա, եւ Կայա Կալասը ուղղակի մեկ նախադասությամբ մտածելուց հետո ասում է, որ դուք միայն Չինաստանն եք տեսնում, բայց Չինաստանը եւ Ռուսաստանը միասին են գործում հաստատին։ Առաջարկում եմ լսել, թե ինչ հայտարարություն է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսթետը, քանի որ չափազանց կարևոր է իմանալ այդ հայտարարությունը։ ԱՄՆ դիրքորոշումը Չինաստանի վերաբերյալ, ըստ Փիթ Հեքսթետի։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսթետը Շանգրիլա երկխոսության ժամանակ անդրադարձել է Չինաստանից բխող սպառնալիքներին եւ ասիական երկրների համար առաջարկել մի քանի մարտավարական քայլեր, հիմնական մտահոգություններ եւ կոչեր։ Պաշտպանական ծախսերի ավելացում։ Հեքսթետը կոչ է արել ասիական երկրներին հետևել ՆԱՏՕ-ի օրինակին եւ բարձրացնել պաշտպանական ծախսերը, հաշվի առնելով Չինաստանից եկող իրական եւ պոտենցիալ անխուսափելի սպառնալիքները։ Չինաստանի գերիշխանության ձգտում։ Նա ընդգծել է, որ Չինաստանը ձգտում է գերիշխանության Ասիայում, իր զանգվածային ռազմական կուտակմամբ եւ կիրառելու աճող պատրաստակամությամբ, ներառյալ հիբրիդային պատերազմի մոխրագույն գոտու մարտավարությունը, որը ցույց է տալիս Պեկինի մտադրությունը, հիմնարար կերպով փոխել ստատուս քվոն։ Թայվանի սպառնալիք։ Հատուկ մտահոգություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրամանի վերաբերյալ որականներին Թայվան հնարավոր ներխուժմանը նախապատրաստելու համար։ Նա հստակորեն նշել է, որ Թայվանը գրավելու ցանկացած փորձ կունենա ավերիչ հետևանքներ տարածաշրջանի եւ աշխարհի համար։ Տնտեսական կախվածություն Չինաստանից։ Հեքսթետը խորհուրդ է տվել ասիական երկրներին ազատվել Չինաստանից իրենց տնտեսական կախվածությունից, զգուշացնելով, որ այն մեծացնում է ՉԿԿ-ի ազդեցությունը եւ սահմանափակում անկախ գործողությունների տարածքը ճգնաժամի կամ հակամարտության ժամանակ։ ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Միացյալ Նահանգները չի ձգտում պատերազմի ռեժիմի փոփոխության կամ խեղդման Չինաստանի հետ, սակայն կշարունակի օգտագործել ռազմական ուժ, Հնդկա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր շահերն ու ազատությունը պաշտպանելու համար։ Այս ամփոփումը ցույց է տալիս ԱՄՆ-ի մտահոգությունները Չինաստանի աճող ռազմական հզորության եւ տարածաշրջանային ազդեցության վերաբերյալ, ինչպես նաեւ կոչերը դաշնակիցներին, ամրապնդելու իրենց պաշտպանությունը եւ նվազեցնելու տնտեսական կախվածությունը Պեկինից։ Փաստացի լսեցիք, թե ընդհանուր առմամբ ինչ հայտարարություններով է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսթետը, եւ նրանք ասում են, որ վճռականորեն փաստացի հասկացնել են տալիս, պաշտպանելու են Թայվանը եւ Սի Ցզինպինի այն հրամանը, որ մինչեւ 27 թվականը պետք է զորքը պատրաստ լինի գրավելու Թայվանը, իր մոտ մտահոգություններ է առաջացնում եւ նա կոչ է անում ասիական երկրներին իրենց պաշտպանությունը հասցնել մինչեւ 5%, ՀՆԱ-ի 5%։ Եվ կրկին վերադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին եւ անդրադառնանք Քիթ Քելոգի նոր հայտարարություններին։ Վերջին օրերին շատ ակտիվ են հնարքում այս հայտարարությունները, այս հայտարարությունը, որը որ նա արել է, սա մենք չենք ընթերցել, նոր է եւ այս հայտարարությունը եւս շատ բանի մասի է խոսում։ Նրա խոսքերով Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև գոյություն ունի հիբրիդային պատերազմ, որը որ Պուտինի մտահոգության հիմնական առիթն է։ Պուտինը նրանց ասել է փաստացի, որ եթե դուք շարունակեք զենք մատակարարել Ուկրաինային, մենք ցես կհամարենք ագրեսորներ։ Ըստ Պուտինի, դա Քելոգն է ասում, իրավիճակը վերածվել է ՆԱՏՕ-ի հետ հիբրիդային պատերազմի, եւ Քելոգի խոսքերով, անկեղծ ասած, որոշ առումներով դա ճիշտ է։ Նայեք այն օգնությանը, որը եվրոպական երկրներն են տրամադրում։ Ակնհայտ է, որ Պուտինը եւս դա տեսնում է, ասում է Քիթ Քելոգը։ Եվ մենք հիշում ենք, թե
որքան սուր հայտարարություններ էր նախկինում անում Քիթ Քելոգը, ի տարբերություն Վիտկոֆի հայտարարությունների, որին որ շատերը համարում են պրոպուտինյան, երկուսն էլ Թրամփի բանագնացներն են, բայց վերջին օրերին այս հայտարարություններից, կոնկրետ Քիթ Քելոգի, հստակ մեկ բան է դուրս գալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են գնալ զիջումների Ռուսաստանի համար կարևոր հարցերի շուրջ, եւ դա վերաբերվում է ՆԱՏՕ-ին եւ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Սրա մասին մենք խոսում ենք արդեն մի քանի օր, բայց արդյոք համաձայնվելու է Ռուսաստանի Դաշնությունը թե չէ, սա շատ մեծ հարց է եւ ավելի շուտ ես կասեի, որ ոչ, չի համաձայնվելու, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպան նույնպես ցուցադրում են, որ իրենք ցանկանում են, որ այս կոնֆլիկտը ավարտվի եւ խաղաղություն հաստատվի։ Հիմա ամեն ինչ երևալու է արդեն հունիսի 2-ից սիրելի հայրենակիցներ, եւ մենք արդեն տեսնում ենք, թե ինչի է պատրաստ Ուկրաինան, ինչի է պատրաստ Եվրամիությունը, ինչի է պատրաստ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց նույն ժամանակ մենք չենք տեսնում, թե ինչի է պատրաստ, ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանի Դաշնությունը, եւ կարծում եմ այս մի քանի օրվա շատ բան ավելի պարզ կդառնա։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։